Լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, ոնց տեսնում եք, ինչ եփել այսօր եմ բերել ձեզ համար, որպեսզի դուք էլ կարողանաք կտրվեք այդ մտքերից մի պահ, ուրեմն ոնց տեսնում եք, դեռ չեմ լվացել, բայց պատրաստել եմ բանջարեղենները, այնտեղ երեխաները աղմկում են, եղբորս աղջիկն էլ այստեղ խաղում են, պատրաստել եմ բուլղարական պղպեղներ, սխտոր, սող, լոլիկ, սմբուկ, կանաչի, կարող եք նաև խառը կանաչի, ես սամիթ էլ ունեմ, սամիթ եք ավելացնեմ մի քիչ, սամիթը սառնանում լվացրած է, սրանք դրել եմ, որ լվանամ, պատրաստեմ, որպեսզի օգտագործեմ ուտեստի մեջ, ինձ մոտ էստեղ կես կիլոգրամ, մի քիչ ավել, 700 գրամ բանի հավի ֆարշա, կարող եք վերցնել տավարի, ինձ մոտ այս պահին հավիններ, դրա համար ես հավով կպատրաստեմ, գիտեք ինչ եմ անելու, բանջարեղենները լվանալու եմ, մաքրեմ, կտրատեմ, հերթով ժարիտ եմ անելու, տապակելու եմ սմբուկը, հետո դրա մեջ, նույն թավայի մեջ, պուճուրիկ շարիկներ եմ, կլորիկներ եմ անելու, գիտեք մանրամասն բացատրում կարողա չկիսվեմ, բայց կուզենայի կիսվեի, տեսնեմ ոնց կստացվի ամեն դեպքում եկեք ասեմ, սմբուկը կտրատում ենք այս չափի երկարությամբ, տապակում ենք, հետո տապակում եմ կլոր գնդիկներ եմ, շարիկներ եմ անելու, ֆարշը հավի, դրանից հետո կտրատելու եմ շատ մանր սոխը, տապակելու եմ հենց նույն նորից ձեթի մեջ, ավելացնելու եմ լոլիկը, պղպեղը, հետո վրան ավելացնելու եմ միսը և մի փոքրիկ ջուր, թողնելու եմ մի հատ իրանք տենց ամբողջությամբ եփվեն, համերը խառնվեն, վերջում ավելացնելու եմ սխտորն ու կանաչին, գնացինք պատրաստելու, եկեք ես արագ անեմ, հետո երևի թե ընթաց կկիսվեմ ձեր այդ սրտիկներից, իսկ եթե ոչ, արդեն պատրաստի ուտեստը ցույց կտամ, իսկ եթե ես այսօր սա ձեր հետ չկիսվեմ, ես մի օր անպայման կկիսվեմ ձեր հետ, որպեսզի իմանաք հերթականությունը, գնացինք պատրաստելու։ Սիրելիներս որոշեցի ձեզ հետ միասին պատրաստեմ, ես այս կանաչին թռչեմ, թող կանաչին մնա ջրի մեջ, ես արագ որոշեցի մի հատ էլ սենց պղպեղ վերցնեմ, մաքրեմ ու լվանամ, կուզեի ավելի հանգիստ պայմաններում անեի, այսօր մի փոքր շտապում եմ, սմբուկներս ինչ լողն են, բայց ոչինչ, եկեք այսպես, կտրտեմ նկարահանումները ժամանակ են շատ խլում, մինչև պատրաստվում ես, մինչև կադր նկարահանում ես, այսպես, դնեմ ստեղ, որ հերթով հեսա կլվանամ, կկտրտեմ ու կանցնեմ իմ ուտեստը պատրաստելու, կարող եք սմբուկը ամբողջությամբ չկեղևե հանել, ես մտքիցս գնացել էր, քանի որ են մեկը արեցի, արդեն ես երկրորդն էլ ուզեցի այդպես անեմ, սիշ լովն է, այսպես, սմբուկներն էլ կտրեմ, ինչ գույնի ուզում եք, կարող եք վերցնել խառը գույներով, բուլղարական պղպեղը կարող եք տարբեր գույներով վերցնել ու անել, մոտս էլ կտրեմ, երեխեքը հեռուստացույց են միացրի, ասեցի իջացնեմ ձայնը, որ
Հանգարան YouTube-ը չարքելա փակի, էլի երգ էին դրել ինչ-որ։ Հենց շտապում եմ գործս ավելի երկարում։ Համով կուկուրուզներ եմ խաշել։ Իսա գեղեցիկ սեղան կպատրաստեմ, հաց կուտեմ։ Մարիաս էլ աստեղ։ Հարսիկս էլ այսօր են մի դասարանի հետ էր գնացի հանգստանալու, երախուն ասեցի իջացնի ստեղ, որ ինքը հանգիստ գնա, այսպես, գնացինք լվանալու։ Լվացրեցի, եկա, հեսա արագ հերթով կտրտեմ սիրելիներս։ Բանջարեղենները ամբողջը կլցնեմ այստեղ ու սինու վրայից մի անգամից կդատարկեմ, այսինքն հերթով կտապակեմ։ Շատ մանր չեմ անում, բանջարեղենները նայեք այս չափի եմ անում, հուսով եմ երևում է ձեզ։ Եկեք այսպես դնեմ, մոտիկ լինի, արագ անեմ։ Հենց այստեղ էլ սինու մեջ կթողնեմ, որպեսզի իմ ձեռքի տակը ամբողջը լինելու ու պատրաստեմ։ Ուտեստի ձևն է այսպես, որ մանր չենք անելու։ Առաջի անգամ եմ պատրաստում, բայց ես արդեն պատկերացնում եմ, որ ինքը շատ համեղ է լինելու, որովհետև համով բաներ է գնում իր մեջ, բանջարեղենները, դե միսն էլ ավելի համ կտա, արամատ կտա։ Շլավ սմբուկը։ Սմբուկները ես եմ կտրելու։ Երևում է չէ՞։ Այսպես։ Սկզբում սմբուկը կտապակեմ, հետո արդեն կտապակեմ միսը սառնարան եմ դրել, ոնց ուզում եք, ոնց ձեզ հարմար է, այդպես կարող եք կտրտել, այնքան որ այսինչ կտորներ լինի, շատ մանր պետք չի այս ուտեստի մեջ։ Մարես, խաղում եք կարևս խելոք, որ քուրը համով բան սարքի ուտեք չեք յանք, Մարիաս ենքան լավ է այդ ուտելու կողմից, ինչ ուզում ես պատրաստի ինքը հավեսով սիրով ուտում է, սա էլ այսպես, եկեք սոխը մանրացնեմ, սոխի համար սխտորներս ուրա մի հատիկ պուջուրիկ է պետք է ունենայ, դեսը ամենավերջում հեսա լավ, սխտորներս թողենք էստեղ, սոխը այս անգամ ինչպես նշեցի, մանր ենք անելու,
Զուր լինենք ձեռքերներս չվնասենք։ Սոխը դատարկենք ես ապսեի մեջ։ Սա էլ ասպես, եկեք կանաչին էլ անեմ, նոր ամենավերջում կկտրտեմ լոլիկը, հենց տախտակի վրա կկտրտեմ ու կլցնեմ մեջի, հետի էլ չեմ դատարկի։ Եկեք ես կանաչին էլ անեմ։ Արդեն իսկ բանջարեղեններից անուշոտ է գալիս։ Կտրտման պրոցեսը ավարտեմ, տապակելը շատ արագ է լինելու, որովհետև բոլորը մի թեթև տապակվելու է ու մի փոքր ջուր ավելացնեմ, ոնց որ արդեն նշեցի։ Ինչքան հնարավոր է մանր անենք, ճիշտ է, ամեն մի ինքան պետրուշկայի տերևները միշտ մնում են, էլի, բայց կապ չունի։ Ես սիրում եմ ուտեստը պատրաստել իմ համար, դե ես համեղ եմ պատրաստում, ես իմ գլուխը չեմ գովում, իսկապես ես համեղ ձեռք ունեմ, բայց իմ համար ամենակարևորներից նաև մեկը չեմ, որ պետք է առաջին տեղում համ համը լինի, համ ուտեստի գեղեցկությունը, ես չեմ սիրում պրոստը վերցնեմ ձեռքս, կտրտեմ ու խառնեմ իրար, լցնեմ, էդ իմը չի, որովհետև ես միշտ, նայեք սոխն էլ շատ մանր է տապակելուց կերևա։ Ես միշտ այդպես եմ եղել, ես մի հատիկ պստիկ պղպեղ է, որ կտրելու լինեմ, ես վերցնում եմ դանակ, տախտակ ու ակուրատնի եմ անում, թեկուզ սոխը, ես միշտ այդպես եմ պատրաստել։ Գնացինք պատրաստելու, սրտիկներս տապակման ընթացքին անցնենք, լոլիկները արդեն ոնց նշեցի, հեսա կանաչին կտեղափոխեմ, չնայած ուրիշ հենց թողնա սրա վրա, լոլիկն էլ էլի մանր, լոլիկը այս շատ մանր ենք անելու, լոլիկը մանր կանեմ ու մի անգամից կլցնեմ ուտեստի մեջ, գնացինք։ Սիրելիներս չենք մոռանում նաև աղ, կարմիր և սև պղպեղ, սրա մասին մոռացել էի ձեզ ասեի, դե բուսայուղով տապակելու եմ բնականաբար, բայց սրանք չենք մոռանում, պարտադիր է, գնացինք։ Սիրելիներս նայեք, այսպիսի կլոր գնդեր եմ արել, երբ որ սմբուկը տապակեմ, կհանեմ, կավելացնեմ միսն էլ կտապակեմ, կհանեմ, հետո նոր արդեն երբ որ սոխորածը անում վերջացնում եմ, նոր խառնում եմ իրար։ Գնացինք հերթականությունը կանեմ, այստեղ մի 4 հատ այսպես կատլետ եմ արել, 4-5 հատ հովուլը բանջարեղեն դե չի ուտում, եթե չուտի գոնե կատլետ կհամոզեմ, տեսնեմ կուտի, իրան բրդուճիկներ սարքեմ, գնացինք պատրաստելու։ Ավելացրել եմ բուսայուղը, սիրելիներս, հիմա կավելացնեմ սմբուկները և որպեսզի տապակվի։ Պետք է սրանք էլ երկար թողնեմ, այդ տապակել։ Թողնեմ թող տապակվի ու կհանեմ։ Լավ կտապակեմ ամբողջ կողմերից, կխառնեմ ու կանջատ եմ ասում եմ, կհանեմ սմբուկները, հետո կավելացնեմ միսը, երկրորդը միսն եմ տապակելու։ Արդեն տապակվում է, խառնում եմ, ոնց տեսնում եք, դե սմբուկը փոքրանալու է, քչանալու է, ուղղակի չէի հասցրել նախապես դնել աղաջրի մեջ, հիմա ինքն ավելի շատ սենց ձետ կվերցնի իրա վրա,
բայց ոչինչ, մեկ էլ չեմ ավելացնի հավելյալ բուսայուղ ուտեստին, թող հենց իրանով մնա, այսքանը գնացինք։ Սիրելիներս, եկեք արդեն հանեմ ես սմբուկները, արդեն պատրաստ են, նայեք, կարմրել են, բավականատապակվի, պետք չի, որ ինքը լեղկվի, մի հատ էլ եփվելու է ջրի մեջ, արդեն մնացած բանջարեղենների հետ։ Տեսեք ինչ գեղեցիկ տապակվել է, կադրս մի փոքր լավ ցույց չի տալիս, բայց եկեք ես հանեմ, հետո կմիացնեմ նորից։ Հենց այս նույն տապակի մեջ ոնց որ ասեցի, ջանա։ Հա, լվացվի, արևս, լվացվի։ Սիրելիներս, ոնց տեսնում եք, հեսա ես արագ-արագ կշրջեմ, որպեսզի չվառվի, կարմրացնեմ։ Շատ պետք չի կարմրացնել, են որ հեսա մի հատ սմբուկի նման, են որ սեն շուրջ կամ 2-3 կողմից էլ իրանք կլորիկ են։ Ու արագ-արագ դուրս կբերեմ նորից։ Արդեն շրջեցի, մի կողմը արդեն կարմրեց, հեսա մի 2 կողմն էլ կկարմրացնեմ այս սենց, թե ու դուրս կբերեմ։ Սրտիկներս հերթականությունը ցույց եմ տալիս, որ դուք ինքներդ կարողանաք հեշտ լինի պատրաստել։ Տեսնում եք ինչքան հեշտ ու միևնույն ժամանակ գեղեցիկ ուտեստա լինելու, հուսամ շատ համեղա լինելու, արդեն ջուրը խոսումնալից է։ Գնացի շրջելու։ Ահա, շրջեցի, մի հատ էլ կշրջեմ ու վերջ, արդեն դուրս կբերեմ մսերը։ Սիրելիներս, ասեմ, որ գնդերը չի փոխանցում, մի քիչ փոքր պետք է արած լինեի, շտապեցի, բայց ավելի հարմար կլինի, շատ մի քիչ էլ, օրինակ ես կարող եի այս գնդիկներից, ինքը չգիտեմ, չի երևում չափը, 2 հատ ստանալ, համ ավելի շատ կլիներ, համ էլ մանր կլիներ, շատ, չնայած ես մսից ոնց տեսակ 5 հատ էլ առանձին կոտլետ եմ պատրաստելու, բայց ամեն դեպքում դուք կարող եք փոքր անել, նայեք ինչ գեղեցիկ տապակվել է, ավելի շուտ կտապակվի եւ ավելի շուտ դուրս կբերեք թավայից։ Ամբողջ իմաստը դրանում էլ է։ Դուրս բերեմ, արդեն պատրաստ է, վերջ։ Հաջորդը նորից կկիսվեմ հերթականությամբ։ Նայեք, սիրելիներս, շատ լավ ստացվեց, դուրս բերեցի, գնացինք սոխը տապակելուն։ Հենց նույն տապակի մեջ, ոնց որ ասեցի, չենք փոխում։ Գնացինք տապակելուն։ Սա կտապակվի ու կավելացնեմ արդեն բիբերը, պղպեղները։ Տեսնում եք ինչ լավ ուտեստ է, համեղ, հեշտ։ Խաղալիքներն են երեխաները հավաքում, մի փոքր աղմուկա կներեք, բայց թող խաղան, երեխեքս ինչ չեն խանգարում, Մարիաս շատ խելոք է, Հովնուսոնն էլ իրան շատ են սիրում, իրար հետ իրանք խելոք խաղում են շատ համերաշխ։ Ահա, տապակվեց սոխը, եկեք ավելացնեմ բիբարները։ Ահա, տապակվեց սոխը, եկեք ավելացնեմ բիբարները, պղպեղները։ Գեղեցիկ ուտեստա լինելու, շատ գեղեցիկ, շատ գունեղ։ Միայն փոշմանեցի, որ պղպեղները գունավոր չեն վերցրել, մի գույնի են վերցրել, բայց ոչինչ, հաջորդ անգամ ավելի լավ կստացվի։ Սա առաջին փորձն էր այս ուտեստի։ Եկեք թողեմ թող տապակվի։ Ես կտրատեմ լոլիկները։ Սա այսպես խառնեցինք, թողենք մի քիչ էլ տապակվի։ Իսկ ես կտրտում եմ լոլիկները, հեսա ցույց կտամ ոնց։ Ահա, սիրելիներս, լոլիկն է մանր կտրատեցի, սա միանգամից այսպես կավելացնեմ մեջը։ Տեսնենք բիբարը ինչ վիճակում է։ Դեռ տապակվելու տեղ կա, թող մի քիչ էլ տապակվի։ Երևի արդեն 1 րոպեից կավելացնեմ լոլիկները։ Արդեն բավական է, չենք թողում շատ չորանա, ավելացնում ենք այս շութեղ լոլիկները։
Անպիր, անպիրություն, հայ հիմա կափարիչը կփակեմ, թող լոլիկները մի քիչ եփվեն ու հերթով արդեն կավելացնեմ սմբուկը, միսը, մի բաժակ ջուր, մի քիչ կեփի ու կավելացնեմ կանաչին ու սխտորը, գնացինք, թողնենք, թող եփվի մի քիչ, ահա վերջ, հեսա կավելացնեմ, որովհետև բավական է, ինչքան որ եփես լոլիկը, շատ անուշա բուժում սիրելիներս, շատ համեղ ուտեստ է, շատ, եկեք ավելացնենք սմբուկները, այսպես, ավելացրեցինք սմբուկները, ահա, գեղեցկությունը փոխանցում եմ ձեզ, եկեք միասին վայելենք այս համեղությունը, ավելացնեմ միսը, սիրելիներս եկեք ավելացնենք միսը, ու լավ խառնենք, շատ գեղեցիկ է, իսկապես տեսքը շատ սիրուն է, շատ անուշ բուրում է, հաստատ վստահ եմ ես արդեն, ես սիրում եմ նման ուտեստներ, ես սիրում եմ բանջարեղեն, հաստատ վստահ եմ, որ համեղ է լինելու, արժեր, այսպես ասեմ, եկեք ավելացնեմ մեկ բաժակ ջուր, ու ավելացնեմ կանաչին ու սխտորը, մի հատ այս գեղեցկությանը նայեք, մինչև ջուրը ավելացնելը կավելացնեմ համեմունքները, շատ սիրուն է, ու խառնենք, խառնեցինք համեմունքները, ջուրը լցնեմ, թողնեմ եփվի, շատ քիչ եմ լցնելու ջուր, նայեք, այնպես է, որ այսպես էլ ես կարող եմ կանաչին ու սխտորն անեմ, մատուցեմ, որովհետև բոլորը եփված են արդեն, ջուրը ինձ թվում է մի փոքրիկ կավելացնի հյութը, սոուսա նման, որ թաթախեք ուտեք, ոնց կուզեք այդպես արեք, ես մի պուջուր կավելացնեմ, մի քիչ կասկածում եմ ավելացնեմ թե ոչ, բայց եկեք այս անգամ, քանի որ առաջի անգամ եմ պատրաստում, ջրով պատրաստեմ, շատ քիչ նորից եմ կրկնում, շատ չլցնեք, որ ջուրը համը չկորցնի, ամբողջ համը կտանի ջուրը, գնացինք, նայեք ինձ մոտ այսպիսի փոքրիկ բաժակով ջուրը, մի րոպե նայեմ, նույնիսկ կեսը, հասկանամ, մեկ րոպե, չէ, լավ, եկեք լցնեմ, սա պուջուրիկ, երևի մի 180 կամ 200 մաքսիմում միլի ջուր, տեսակ, եկեք խառնեմ, նայեք, ոնց տեսակ, շատ քիչ է, ոնց հասկացակ, նայեք, նույնիսկ չի ծածկել ու պետք էլ չի որ ծածկի, ինքը ինձ թվում է ուղղակի հյութը տալու կամ չգիտեմ, սենց ամբողջ հիմա համերը կխառնվեն իրար, մի փոքրիկ մեջը հյութ կլինի, որը որ կարող եք թաթախել և վայելել, եկեք փակեմ թող եփվի, մեկ րոպեն ինձ թվում է բավական է, ավելացնենք ամենավերջում էլ, հեսա ցույց կտամ ինչը, վերջ սիրելիներս, այսքան էլ սխտոր, խառնենք, թող մի հատ էլ սխտորի հետ, այսպես են որ ասում է եռա ու վերջ, ես ես ուտելիքին ուզում եմ անդադար կափարիչը բացեմ, ուղղակի նայեմ, չեք պատկերացնի, գեղեցկությունն էկրանից այն կողմ, կադրս նորից եմ ասում, լավ չի փոխանցում, դուք չեք պատկերացնի, ինչ գեղեցիկ է ինքը, ուղղակի շատ սիրուն է, սխտորի հոտը անմահական, իրոք սխտորն ինչ անուշ հոտու համա տալիս ուտեստներին, թողնեմ եփվի ու վերջում ավելացնեմ կանաչին ու անջատեմ, վերջ սիրելիներս,
Եկավ վերջին, ամենահամեղ, ամենագեղեցիկ համեմունքը, որը շատ համեղ համ է տալիս, գեղեցիկ տեսք եւ համ մեր ուտեստին։ Սա էլ այսպես վերջնական իր տեսքը ձեզ հետ կկիսվեմ արդեն, լավ, եկեք մի հատ էլ խառնեմ ու դե բնականաբար կկիսվեմ մատուցման ափսեով։ Սա է խառնած վիճակում։ Եկեք մատուցեմ ու ցույց տամ ձեզ։ Ոնց է սիրում Մարիային։ Ես ավարտեցի ուտեստը, վերջնական տեսքը, կիսվում եմ ձեր հետ։ Անչափ համեղ է, ուղղակի համեղ ասելը քիչ է իրան, տեսքի մասին էլ չեմ խոսում։ Բարեխորժակ բոլորիդ, բաժանորդագրվեք իմ ալիքին, մեկնաբանեք, ես սիրով պատրաստում եմ այս գեղեցիկ տեսահոլովակները հատուկ ձեզ համար եւ կուզեմ, որ դուք էլ ինձ աջակցեք, ապա մի հատ գույները, որ արևը ընկնում ա վրան, ձեր լայքերով, ձեր մեկնաբանությամբ, ձեր բաժանորդագրվելով, սպասում եմ ձեր ակտիվությանը, սիրով անում եմ ես ձեզ համար, դուք էլ ինձ օգնեք այդ հարցում, դե ինչ գնացինք վայելելու բարեխորժակ բոլորիս։